Պետք է ապացուցել, որ եկեղեցին ամբողջությամբ մի գաղջ կեղտ մթնոլորտի մեջ է թաթախված, որը ձուկը գլխից է հոտած։ Ձուկը գլխից է հոտած եւ այդ գլուխը կտրիչ Ներսիսյանը պետք է գնա։ Հիմա իրանք այլընտրանք իհարկե չեն տեսնի։ Անառակաբար կյանքով ապրող հոգեվորականն ու սրբազանը ոնց կարող այլընտրանք տեսնի։ Ում մեջ տեսնի։ Մի բարեվարկության կանոնները պահած մի սրբազանի մեջ կարող է այլընտրանք տեսնի, որ այդ կյանքով չի ապրում, պահում է Աստծուն տրված իր ուխտը, կուսակրոնության, ծառայում է հայ առաքելական եկեղեցուն եւ նրա հետևորդներին, ինչի այդ մարդկանց մեջ են իրենց այլընտրանքը տեսնելու, իհարկե ոչ։ Իրենց այլընտրանքը, իրենց էտալոնը, իրենց պախանը բանն է, կտրիչ Ներսիսյանն է, եզրասն է, հայերի վրա գործ տվող Ռուսաստանի Դաշնությունում, էս է։ Հիմա իրենք կանեն, չեն անի, էլ եմ ասում, կամ կգնան կամովին առանց խայտառակվել, կամ կգնան խայտառակված։ Թող այնպես անեն, ուղղակի որ իրենց ընտանիքի անդամներն անգամ իրենց հետ խոսեն, էլի։